Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանին։ Բարև ձեզ, պարոն Պարսիլյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախորդ շաբաթ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, սակայն օրերս այդ ուժի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարեց, որ Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը անցումային համակարգողի կարգավիճակով։ Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետի թեկնածու։ Իհարկե Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետի թեկնածու, սկսած նրանից, որ սահմանադրության պարգևում է իր վարչապետի թեկնածու լինելը, մինչդեռ մենք կենտրոնացել ենք ավելի շատ ավելի շուտ եռաքաղաքացիության վրա, որին ինքը չի բավարարում, բայց հիշեցնեմ նաև, որ այնտեղ եւս էլի պահանջներ կան, որոնց կարծում եմ ինքը առնվազն մեկին էլի չի բավարարում, այդ ռեզիդենտության պահանջն, այսինքն վերջին 5 տարիներին պետք է բնակված նաև լինի հիմնավորապես Հայաստանում, կարծում եմ այս մասով էլ ինքը չի համապատասխանում սահմանադրությանը, հայերենի իմացությունը կարելի է պարզապես այնտեղ ավելացնել, որ առանց արհեստական բանականության հայերենի իմացությունը պարտադիր է, այս դեպքում քանի որ չկա, կարող է այդ մասով որոշակի համապատասխանություններ ունենա, կարծում եմ արհեստական բանականության օգնությամբ դուրս կգա այդ ամեն ինչի տակից, բայց այստեղ ամենակարևորը գիտեք, ոչ թե համապատասխանել կամ չհամապատասխանելն է, այլ վերաբերմունքն է նախ առաջին հերթին սահմանադրությանը, երկրորդ հերթին Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ինչի մասն են խոսում այդ պահանջները, որը ներկայացվում է նաև падգամավորներին, սրանք հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու մինիմալ գործիքներն են, որոնք պետք են, որովհետև եթե մենք ունենանք Հայաստանի Հանրապետությունում մի ղեկավար, որը չի ապրել Հայաստանի Հանրապետությունում, այլ չեմ ասում, չի հանդիսանում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք ունենանք վտանգներ, որ Հայաստանի Հանրապետությունը կսպասարկի այլ երկրների շահերը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է կառավարվել այլ երկրներից, այլ կենտրոններից։ Քանի մոտենում են ընտրությունները, արդեն լսում ենք տարբեր տեսակի ինչ-որ համագործակցության առաջարկների մասին, միմյանց միանալու չմիանալու մասին, եւ այսօր Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այս մասով մի գրառում էր արել Facebook-ում, անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական դաշտի վերջին զարգացումներին, նշել էր. ամեն ինչ իրականում շատ պարզ է։ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան գումարած ՀՅԴ գումարած առաջարկ Հայաստանին Գագիկ Ծառուկյան պլյուս Անդրանիկ Թևանյան, պլյուս Ուժեղ Հայաստան, Նարեկ Կարապետյան եւ ընկերներ հավասար է Պարտիա Եդինայա Արմենիա։ Ես խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Դե Թորոսյանը շատ սրամի ձևով իհարկե փաստել է այն ինչ արձանագրել է այն ինչ կա իրականում, որովհետև առնվազն այս ուժերից երկուսը Եդինայա Ռոսիայի հետ ունեն հուշագիր եւ ռազմավարական գործընկերության ինչ-որ տենց համաձայնություն, առնվազն այս ուժերի մեջ ահագին առաջի շարքերում գտնվող քաղաքական գործիչներ առիթը բաց չեն թողում այդ կուսակցության նիստներին մասնակցելու Եվ մի մասով արձանագրել է կարծում եմ պարոն Թորոսյանը սա, իսկ մյուս մասով մենք արձանագրել է հիբրիդային հարձակման բազմազանությունը։ Այս առումով ես միշտ ասել եմ, որ համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունում մեր բախտը մի փոքր բերել է հիբրիդային հարձակման տեսանկյունից, որովհետև շատ վատ են խաղում խաղացողները։ Հիբրիդային հարձակումը ինքը ինչով է բնորոշ, որ ինքը ոչ համասեռ գործիքներ են օգտագործում եւ բազմավեկտոր, այսինքն մի քանի տարբեր տեսանկյունի թևերից ներկայացող ուժեր են խառնված լինում դրանում, բայց մեր մոտ այդ գործիքները կամ այդ ուժերը առիթը բաց չեն թողում անդադ նույն տեղում, նույն շահի տակ հայտնվելու եւ ցույց տալու, որ իրանք մի տեղից են կառավարվում եւ մի նպատակ ունեն եւ մի շահ են սպասարկում, ինչպես նաեւ հենց այս դեպքում արձանագրել է Թորոսյանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւս անդրադարձել է այս թեմային եւ ասել, որ Քոչարյանի թիմի մի մասի Ծառուկյանի ցուցակ տեղափոխվել է եւ միասին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է եւս մեկ անգամ վկայում են, որ հավաքական ընդդիմության ծրագիրը պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ Հայաստանում։ Դուք ինչ եք կարծում այս մասով։ Իհարկե համամիտ եմ, էլի եւ նաեւ այդ եմ ասում, այդ հիբրիդային հարձակման ոչ հաջող իրականացումն է, որովհետեւ անընդհատ է կներեք բարեման ռակերովկեքը կամ անընդհատ է տեղափոխումները խոսում են նրա մասին, որ իրականում այս ուժերը չեն էլ կարողանում հասկանալ ոնց դիրքավորվել է սպահին Եվ քանի որ մի դաշտի ներկայացուցիչներ են անընդհատ ինչ-որ փոփոխություններ են անում, ես նույնիսկ զարմացա Անդրանիկի ազգանունը հիմա Թևանյան Անդրանիկի
Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու հետ կապված, որովհետև կարծում եմ Գագիկ Ծառուկյանի ռեյտինգը սրանով շատ ավելի ինքնելու է եւ տեղից չեղած ռեյտինգը այս միացումով շատ ավելի վատ վիճակում է հայտնվելու։ Ես զարմանում եմ, որ նույնիսկ ընդունել են այս մարդուն իրանց մոտ, ով հիշենք ոչ վաղ անցյալում նույնիսկ ռուսական հերոստալիքներից Հայաստանի Հանրապետության դեմ կարելի ասել ցուցմունք էր տալիս, այս մարդը առնվազն Հայաստանի Հանրապետությունում կարա հպարտանա իր միայն հակառեյտինգով, անտի-ռեյտինգով եւ զարմանալի է, որ ինչ որտեղ պատրաստ են իր կողքը կանգնելու։ Այս թեմային անդրադարձել էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, նա նշել էր, որ Քոչարյանի Մայր Հայաստան դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվել է Ծառուկյանի Մայր Հայաստան դաշինքի, բան չի փոխվել, փոխվել է միայն գումարելիների տեղը, վերջնարդյունքը նույնն է։ Իրենք բոլոր ծայրագավառիստների մի մեծ խմբակ են ու ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանը ծայրագավառի վերածելուն։ Ես լրիվ համամիտ եմ, բայց ելի եմ ասում կան բացարձակ ծայրագավառիստներ իրանց մեջ ու ես կարծում եմ, որ գոնե իրանց պետքա խաղից հանեին, որպեսզի այդքան բացահայտ չլիներ իրանց նպատակները, բայց փաստորեն մարդիկ խնդիր չունեն այդ առումով եւ շատ ուղիղ արդեն բոլորը ուղիղ ցույց են տալիս, թե իրենք որ կենտրոնից են կառավարվում եւ ինչ է իրանց նպատակը։ Այ հենց այդ հիբրիդային հարձակումներից խոսեցինք, մի քիչ ավելի բաց խոսենք այս մասին։ Հայաստանը այսօր թե արտաքին, թե ներքին հիբրիդային հարձակման է ենթարկվում, ովքեր են ըստ ձեզ այդ ուժերը, դե ներքինի մասին արդեն խոսեցինք եւ ինչու նրանց ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ պետականության ամրապնդումը։ Շատ բարձ օրինակով, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան է, Հայաստանի Հանրապետությունը սպասարկում է իր սեփական շահերը։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետության շահերը մի դեպքում կարող է համընկնել մի այլ պետության շահերի հետ, մի դեպքում մի այլ պետության շահերի հետ եւ նպատակարարությունից ելնելով արդեն Հայաստանի Հանրապետությունը ինքը իր քաղաքականությունը կարագծի, ինքը իր քաղաքականությունը վարի ելնելով իր շահերից եւ մնացած կենտրոնների համար իհարկե սա ձեռնտու չի, որովհետեւ շատ ավելի հեշտ է ունենալ կառավարվող տարած, կառավարվող ինքնիշխանություն չունեցող պետություն, որի հետ կարող են ցանկացած պահի վարվել ոնց ուզում են, գազամուղը վերցնել, գազամուղը չվերցնել եւ այլն նմանատիպ այլ բաներ, ճանապարհը բացել, չբացել ու սենց մնացած որոշումները։ Իսկ իշխանությունը ինչպես պետք է դիմագրավի եւ նաեւ որպեսզի հասարակությանը կարողանա պաշտպանել այս հիբրիդային հարձակումներից։ Կարծում եմ առաջի հերթին անընդհատ մենք պետք է խոսենք, որովհետև այն ներուժը, այն գումարները, որ դրվում է մեդիա մանիպուլյացիաների համար, այն գումարները, որ օգտագործվում է տարատեսակ մանիպուլյացիաներ ստեղծելու եւ տարբեր բաներ ստեղծելու, դրա դիմացն առնելու լավագույն գործիքը, իսկ այդ մենք անընդհատ ենք կիրառում, ոչ միայն այս ընտրությունից առաջ, այլ ընդհանրապես մեր ուժը հենց դրանով էլ յուրահատուկ է, որ մենք անընդհատ խոսակցության մեջ ենք ժողովրդի հետ, պետք է անընդհատ խոսել ժողովրդի հետ, անընդհատ խոսել, անընդհատ ներկայացնել նույնիսկ սեփական սխալները երբեմն ներկայացնել ինքնիշխանության հանդեպ այս պահին գոյություն ունեցող վտանգները, որովհետև վերջ-վերջո 26 թվականին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինքն է որոշելու, թե ինչ ճանապարհով է շարժվելու Հայաստանի Հանրապետությունը, լինելու է ինքնիշխան, լինելու է խաղաղ, թե լինելու է ծայրագավառ, լինելու է ինչ որ միության մաս եւ չի ունենալու սեփական որոշումներ իրականացնելու հնարավորությունն ու գործիքակազմը։ Եվ այս առումով իրականում շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ մի փոքր փոխի իր մտածելակերպը, որովհետեւ մենք բոլորս ժամանակին եղել ենք ինչ որ չափով, մենք դրա մասին խոսել ենք ինչ որ չափով դաշնակցական գաղափարախոսության, միջազգային սովետական վերամշակում անցած դաշնակցական գաղափարախոսության կրողներ ու սովորություն ունենք պետությունից դուրս պետություն փնտրելու, հայրենիքից դուրս հայրենիք փնտրելու, հայրենիքից դուրս հայրենակիցներ փնտրելու հետո փրկի դերում հանդես գալու ու այս դեպքում էլ մի ստվար զանգված կա որ անընդհատ փրկությունը փնտրում է դրսից, փրկությունը փնտրում է դրսից եկածող ինչ որ անձի բանով պատկերով մենք պետք է այս մտածելակերպը փոխենք, մեր ունեցած ամենալավը մեր շուրջն է, մեր ունեցած պետությունը այստեղ է, մեր հայրենակիցները բոլորը այստեղ են։
Խոսենք նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հայտարարությունների մասին, օրինակ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ Փաշինյանի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մի քանի խոշոր դաշինքներով պայքարելն է։ Ինչ է սա ենթադրում, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը եւս նմանատիպ մի առաջարկ արել էր, իսկ Սերժ Սարգսյանը, այդպես ասել էր, կարծեք թե հարմար չի իրեն այդ տեսակ խմբերով պայքարելը։ Նմանատիպ խոսույթները առաջին հերթին մի տեսակ սեփական պարտության եւ սեփական ոչ մեծամասնություն կազմելու հնարավորության մասին ասկսենք դրանից, որովհետեւ երբ որ սկսում են խոսել Փաշինյանի դեմ պայքարելուց ընտրություններին ու խոսվում է լեգիտիմ ընտրությունների մասին իմիջիայլոց եւ փորձում են տարբերակներ գտնել այդ ընտրություններում ինչ որ ձևով, իսկ այդ ինչ որ ձևը ոչ ուղիղ ներկայանալն է վերջ-վերջո ժողովրդին։ Եթե մարդիկ ներկայանում են տարբեր դաշինքներով, որպիսի այնով որ այս մեկին չի հավանում, գոնե այն մեկին հավանի եւ այլն ու վերջում բերեն այդ բոլորը միավորեն միտեղ, սա ժողովրդին դասական խափելու ձև է եւ այս մարդիկ, երբ որ սկզբից եւ այդ ընտրություններ գնալուց առաջ արդեն իսկ արձանագրում են իրանց պարտությունը լեգիտիմ եւ կանոնների մեջ գործելու դեպքում իրանց պարտությունը իրենք այս պահին խոստովանում են եւ շատ վատ է որ այս մարդիկ նման իրավիճակում փորձում են գտնել տարբերակներ թե ինչպես կարող են ընտրողին մոլորեցնել, ինչպես կարող են մի քանի դեմքերով հանդես գալ, որ վերջում կարողանան այդ ամեն ինչը իմի բերել միտեղ ու տենց փորձել մեծամասնություն ձևավորել, բայց սա իհարկե ծիծաղալու է, որովհետև երբ որ այդ ամեն ինչը արվում է բացահայտ ու այդ ամեն ինչը նաև այդ տեղափոխումներով եւ բաներով է տեղի ունենում, կարծում եմ հույս ունենալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս խաբեությանը ու այս ֆարշին հավատալու է, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մտավոր ունակությունները կասկածի տակ դնել։ Հետաքրքիր է, որ դաշնակցությունը ամենաբարձրն է բղավում, աղաղակում ամենատարբեր խնդիրների մասին, սակայն վերջին շրջանում մենք չենք տեսնում, որ իրենք իրենց կուսակցությունով օրինակ առաջադրվել եւ պարբերաբար ինչ որ դաշինքներում են հայտնվում։ Դաշնակցությունը ոչ թե վերջին շրջանում, ես կասեի երևի 130-ից մի 100 տարում մոտավորապես այդ կարգավիճակում է։ Ես սրա մասին խոսել եմ նաև ազգային ժողովի ամբիոնից, որովհետև սա տրագեդիա է։ Իրանք առնվազն պետքա մի հատ պաուզա վերցնեն, մի հատ հասկանան, թե ոնց եկան հասան սրան, որովհետև իրենք այլևս գոյություն չունեն որպես այդպեսին, որպես կուսակցություն իրենք այլևս գոյություն չունեն, պարզապես իրենք չեն ուզում հավատան, որ իրենք այլևս գոյություն չունեն, որովհետև հակառակ դեպքում ոնց կարող եք բացատրել 130 տարվա կուսակցություն, որի առաջնորդը անկուսակցական է, եւ այս հարցին իրենք չեն կարողանում պատասխանել։ Ոնց կարող եք պատկերացնել 130 տարվա պատմություն, ավանդույթ եւ այլն ունեցող կուսակցություն, որի խմբակցության ղեկավարը անկուսակցական է։ Սա խնդրեմ այդ կուսակցության համար, այս կուսակցությունը հասկանում է, որ ինքը ուրիշի հեղինակությունը պետք է օգտագործի, որպեսզի հայտնվի ինչ-ինչ տեղերում։ Իսկ սա ընդհանրապես խոսում է նրա մասին, որ քաղաքականապես մահացած ուժ են իրանք, հակառակ դեպքում չէր կարող 130 տարի էլ եմ ասում բան արած պատմություն ունեցող կուսակցությունը չունենար սեփական առաջնորդ։ Խոսենք նաև Արմեն Աշոտյանի հայտարարության մասին, նա ասել է, որ առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված, այս ընտրություններին արտաքին ուժերը խառնվում են արդեն հայ ժողովրդի ընտրության եւ իրավունքների մեջ, եւ դա անում են բացահայտ իր բառն է ստավկեն դնելով Փաշինյանի վրա։ Արևմուտքը միակողմանի պաշտպանում է Փաշինյանին։ Ինչ կասեք այս մասին։ Դե այս խոսքը հենց սկզբից մինչև վեր զավեշտա նույնիսկ այն, որ Արմեն Աշոտյանը խոսում է ընտրակեղծարարությունից, սկսենք դրանից։ Արմեն Աշոտյանի քաղաքական հայրը կարելի ասել ինստիտուցիոնալացրեց ընտրակեղծարարությունը եւ երբ որ այս մարդիկ խոսում են ընտրակեղծարարությունից, դա զավեշտ է, ես նկատի ունեմ 2003 թվականի ընտրությունները, երբ որ երկրորդ փուլից առաջ 200-ից ավել քաղբանտարկյալներ կային, այսինքն ինստիտուցիոնալացում այդ կեղծումը սկսեց այդ ժամանակ ինքը Քոչարյանի շտաբի պետն էր առաջի պատասխանատուն կարելի ասել, այսինքն այդ զույգը Քոչարյան եւ Սերժ Սարգսյան իրականում այդ տարիների ընթացքում գնալով ինստիտուցիոնալացնում էին ընտրակաշարք, ընտրությունների կեղծելու ձևեր, իսկ 2008-ը դա իրանց պիկներ, դրանից հետո իհարկե շատ ավելի հմուտ ձևերով սկսեցին կեղծել ընտրությունները, նկատում ունեմ ընտրակեղծարարությունը, այսինքն տարածքներում ոչինչ չէր տեղ ունենում, ինչ տեղեր ունենում ընտրատարածքներից դուրս եւ այլն։ Այսինքն այս մարդկանց ամբողջ ընտրությունների մասնակցելու
տրամաբանությունը նպատակն եղել է այն, թե ինչպես փակել այդ նույն իրենց ասած արևմուտքի աչքերը իրենց արած ընտրակեղծարարությունների վրա, եւ հիմա փորձում է խոսալ արևմուտքի վերաբերմունքից եւ այլն։ Արևմուտքը ընդհանրապես ցանկացած երկրի դեպքում այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության դեպքում հանդես է գալի ինքնիշխանության պաշտպանության տեսանկյունից, ոչ ավել, ոչ պակաս, եւ ես ընդհանրապես չեմ էլ նկատել առնվազն արևմտյան քաղաքական գործիչների կողմից կոռեկտությունից դուրս արտահայտություններ, իրանք շատ լավ կլինի նայեն թե ինչպես են խառնվում մնացած իրենց սիրած արտաքին ուժերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ փորձեն այս առումով ինչ որ բան անել Սալավիովի ականջը կանչի այստեղ, որ Կիսելյովի եւ նու վերջինս Սալավիովն էր դրա համար իրան հիշեցինք, բայց նմանատիպները շատ ավելի շատ են, ու այս մարտիկ բերանները ջուր առած լռում են նման դեպքերում ու հիմա հանկարծ փորձում են մեղադրել արևմուտքին Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու մեջ, սա նույնպես զավեշտ է կարծում եմ Աշոտյանը ճիշտ կանի, որ որոշ թեմաներ իր մոտ պարզապես այտենց նոթերում գրի, որ այս թեմաները մեր համար, եթե մենք խոսենք, արդեն իսկ զավեշտ է, որ սրանից խոսում ենք ու այդ թեմաներով ընդհանրապես աշխատեն չխոսել։ Պատահական է արդյոք հա մի քանի օրից մարտի 1-ն է կարելի ասել, մենք բոլորս հիշում ենք թե ինչի արդյունքում տեղի ունեցավ մարտի 1-ը եւ այսօրերին խոսել ընտրակեղծարարությունից որքանով է Այո, ես հենց այդ եմ ասում, որ այսինքն 2003-ին սկսեցին եւ մարտի 1-ը դա իրանց կուլմինացիան էր այդ ամեն ինչի, երբ որ ժողովուրդը որոշեց չհանդուրժի ու իրանք խոսում են ընտրակեղծարարությունից, նույնիսկ եմ ասում, սա ինչ կարգի երեսպաշտ պիտի լինես, երբ որ քո խղճին նստած լինի 10 հոգու սպանություն, որոնք եղել են իրականում կեղծված ընտրությունների հետևանք, խոսես ընտրություններ կեղծելուց, խոսես ընտրակեղծարարությունից, երբ որ 18 թվականից այս կողմ չի եղել միջազգային որևիցե կառույց, որը հաստատած լինի կամ բարձրաձայնած լինի ընտրությունների ընթացքում ընտրակեղծարարությունների մասին, ավելին 18-ից հետո անցկացրած ցանկացած ընտրություն միջազգային կառույցների կողմից գնահատվել է որպես թափանցիկ, հավասար, ժողովրդավար ընտրություններ։ Այսինքն ինչ նկատի ուներ, որ ասում էր արդեն սկսած արդեն կեղծիքները սկսել են, ինչ նկատի ուներ։ Ես դրա թարգմանությունը կներկայացնեի սենց արդեն չսկսած իրանք փորձում են արդարացնել իրենց պարտությունը։ Եվ նաև հետ վերադառնալով Արթուր Խաչատրյանի հայտարարություններին, նա խոսում էր, որ այնպես էր ներկայացնում, որ իշխանությունը միայն ասֆալտ է արել, հետո սկսեց որակից խոսել, իբրև թե ոչինչ չի արել այս իշխանությունը, ժողովուրդը հիասթափված է, դուք մարզերում գնում եք, շրջում եք, ես կխնդրեմ նաև այդ մասով, հա, ասեք թե ինչ է արել իշխանությունը, ինչ չի արել։ Մեր անելիքները իրական ես դրա մշտական տես կողմնակիցն եմ, որ պետքա գույքագրել, որովհետև երբ որ այս խոսույթը կողքից անընդհատ մեդիաների միջոցով այս խոսույթը տարածվում է իբր վատավիճակը, իբր մեզ փրկիչ է պետք է այլն, երբեմն մենք մոռանում ենք թե ինչ ենք արել, երբեմն մեզ թվում է իրականում կարող է ինչ որ բան իրոք վատա կամ ինչ որ բան պակաս ենք արել, ոչ միայն մարզերից, եթե մենք սկսենք գույքագրել, թե ինչ ենք արել 8 տարիների ընթացքում, այդ մի հատ մեծ բան կարա լինի, այդպես բրոշուր նույնիսկ լինի, այն որ հասկանալի է, որ ամբողջությամբ արված չի, դա պարզ, որովհետև մենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունով ճանապարհները շատ լավ ենք հիշում մինչև 18 թվականը եւ պարզը թե քանի կիլոմետր, քանի հարյուրավոր եւ հազարավոր կիլոմետրերի մասին է խոսքը, բայց ինչքան էլ իրենք խոսեն դրա մասին, առնվազն մեր քաղաքացիները գնում են մարզեր եւ արձանագրում են այդ ճանապարհների ինչպիսին լինելը։ Առնվազն մեր քաղաքացիները իրենց երեխաներին տանում են մանկապարտեզներ ու արձանագրում են թե ինչպիսի մանկապարտեզներ են այսօր մենք կառուցում 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց ծրագրի շրջանակում։ Մեր քաղաքացիները նաեւ տեսնում են այն դպրոցները, որոնք սարքվում են համայնքներում, որոնք իրենց նաև շինության պայմաններով այս պահին գերազանցում են շատ էլիտար դպրոցների եւ շատ թանկարժեք դպրոցների շենքային նույնիսկ պայմանները մեր քաղաքացին արդեն իսկ սկսել է օգտվել համապարփակ առողջապահության բանից ապահովագրությունից բառը պայտակ
մտքիցս դրավ եւ ինքն էլ արձանագրում է թե ինչքան լավ բան է այդ մեր թոշակառուները սկսել են ել ավելի շատ օգտվել ոչ կանխիկ առևտրից ու իրենք դա արձանագրում են դրա առավելություններն են արձանագրում եւ այսպես մենք կարող ենք թվարկել երեխաների պաշտպանության, որի հետևանքները դեռ չի տեսել, բայց շուտով կտեսնի, տեսնում է երեխաների պաշտպանության մասով ինչքան աշխատանք է արվում, տեսնում է պաշտպանական առումով արդեն սկսել ենք որոշակի բաներ ներկայացնել, այս մասով այնքան դժվար է բանը, երբ որ քեզ անընդհատ մեղադրում են թե ինչ ես արել, իսկ դու ամեն ինչ չի որ կարող ես ներկայացնել, բայց տեսնում է թե ինչ է արվել պաշտպանական ոլորտում, տեսնում է այդ ամրաշինական կառույցները արդեն այդ քաղաքացին։ Ու այսպես ես հիմա կարող եմ բոլորը չհիշեմ, բայց եթե ուշադիր լինենք տրանսպորտի փոփոխությունը արդեն դարձել է սովորական, հիմա արդեն մարզերում այդ պահանջը ու մարզերում ենք արդեն կամաց այդ տրանսպորտի փոփոխությանը հասնում։ Սենց մենք շատ կարող ենք բան անել, բայց վատն այն է, որ այո, այդ մեդիայի շնորհիվ փորձում են ստանալ տրամադրություն, փորձում են ստանալ տենց հոգեբանական վիճակ իբր Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ վատ է Հայաստանի հանրում, բայց եթե մենք փորձենք փաստերը արձանագրել, կհամոզվենք, որ ոչ միայն վատ չի Հայաստանի Հանրապետությունում, այլ Հայաստանի Հանրապետությունը հստակ քայլերով գնում է շատ ավելի խաղաղ, շատ ավելի ինքնիշխան եւ շատ ավելի տնտեսապես կայուն ապագային։ Ինչու մանրամասնեցի Արթուր Խաչատրյանի հայտարարությունը, որովհետեւ հաշվի առնենք այն, որ նա ներկայացնում է մի քաղաքական ուժի, որը նախորդ 20 տարիներին պարբերաբար կոալիցիոն կառավարման մեջ է եղել այդ ժամանակվա իշխող ուժերի հետ, համենայն դեպս նախարարական պորտֆելներ ունեցել է գյուղնախարարի այն ժամանակվա սոցիալ-նախարարության, կրթության, բայց մենք չենք տեսել այդ կառուցվող դպրոցները, չենք տեսել այդ սոցիալական աջակցությունը եւ չենք տեսել գյուղացիական տնտեսություններին այն աջակցությունը, որը այսօր տեղի է ունենում այս կառավարության ժամանակ։ Տեսել ենք արգրաված պարտեզների մի մասը հանձնված կուսակցություններին որպես գրասենյակ եւ այլն, մենք տեսել ենք այդ քանդվող տնտեսություն։ Ես իրանց միշտ ասում եմ, որ ձեր քաղաքականությունը մի հատ մեծ ներողությունների շարքով պետք է սկսել, իսկ դուք այդ չեք արել, բայց այստեղ մի հատ ուրիշ բան էլ պետք է արձանագրենք, որը հենց խոսում է Հայաստանի Հանրապետության փրկելու կարիք չունենալու եւ ճիշտ ճանապարհով շարժվելու մասին, մենք հիշենք, թե իրանք ընդհանրապես ինչից էին սկսել, իրանք երկիր էին կորցնում, թվում էր, իրանք Իրանց էին գնում, գնացին Իրանցով, պատտվեցին, եկեղեցի էին կորցնում, չգիտեմ ինչ էին կորցնում, ու այսօր իրանց խոսելիքները Երևանում ասֆալտի փոսերն են կամ մարզերի ասֆալտի որակը։ Այս խոսում է ինչի մասին, որ ամեն ինչ այնքան լավ է, որ իրանք փորձում են արդեն ասֆալտի փոսերից խոսել։ Էդ էլ լավ կլինի, իրանք էլ ավելի ուրիշ տեղերում կփորձեն ինչ-որ բան գտնեն խոսելու, բայց չեմ կարծում, որ հայրենիքը, երբ որ հասական վիճակում է իրան ձևակերպումով բանով, ասֆալտի փոսերը կարային լինեին ազգային ժողովի ամբիոնից կամ լրատվամիջոցներում առաջի խնդիրը, որը պետք էր բարձրաձայնել։ Եվ դեպի ընտրություններ գնալով այս ամեն ինչը ավելի ահագնանալու, իրենք մի փոքր բանը ավելի են ուռճացնելու, մեծացնելու, սրան ինչպես եք դիմագրավելու։ Միշտ խոսելով, ես էլ եմ ասում, լավագույն տարբերակ անընդհատ խոսելն է, անընդհատ թափանցիկ լինելն է, անընդհատ ներկայացնելն է, թե ինչ ես անում, հակառակ դեպքում այսինքն ժողովուրդը սկսում է ընդհանրապես ժողովուրդը վստահում է նրան, ով անընդհատ է շփման մեջ իր հետ։ Երբ որ դու երևում ես ընտրությունից ընտրություն, երբ որ դու երևում ես ասել Քոչարյանի դե բա այդքան մարզերով ով հավես ունես, չէ՞ մոտավորապես տես մի բաներ արել, այդքան մարդու հետ հանդիպել, ամբողջ Հայաստանի մարզերով պատտվել եւ այլն։ Երբ որ քո համար դա տանջալից աշխատանք է ու դա միայն ընտրություններից առաջ է լինում, այս դեպքում իհարկե քեզ հավատացողների քանակը շատ քիչ է լինելու, բայց մենք այդ ոճը չենք որդեգրել, այդ գործիքակազմը չենք որդեգրել, մենք միշտ ենք խոսում ու հույս ունեմ, որ 26 թվականին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տալու է իրանց գնահատականը, տալու է Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգության գնահատականը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Տիգրան Պարսիլյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։